Բարի այսօր Աստված մեզ կյանք տվավ, որ գայնանք խոսքին շուրջ չհավաքվիլ եւ պիտի շարունակենք մեր սերտողությունը աջիլ Աստծո հետ իր հարաբերություններու մեջ հասած ենք 8-րդ տասը եւ 7-րդ տասը ներողություն շշիդագի 8-րդ տասը Եվ այս շաբթվա այս տասին վերնակիրն է ունենալ հավատք։ Մինչև հիմա աղոտքի մասին կսերդեինք, հիմա նայենք ինչ է հավատքը։ Հավատքի մասին բիցերդենք այսօր։ Սերդողությունը սկսեն, ոչ, սերդողությունը սկսեն առաջ պետք է աղոթենք։ Երկնավոր հայ շնորհակալ ենք քեզ մեդեր, որ այսօր ալ մեզի բահեցիր, շաբաթում ևս մեզի հավիտյանության մոտեցուցիր հայր, խնդրենք, որ հիմա Սուրբ Հոգիով մեզի առաջնորդես Մենք անգադար, ես անգադար մեկ գարաս մնեմ քեզի համար հայր, խնդրեմ, որ թուն լեցնես քու Սուրբ Հոգիովդ եւ թուն խոսիս մեզի մեր սիրտերուն, որովհետեւ մեր կյանքերը փոխվին, ոչ միայն լսողը լանք, այլև գադարող քու փառքիդ համար։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն առաջին դեղով պիտի կարդանք Եբրայեցիս 11-րդ գլուխ, առաջին համարն է։ Եբրայեցիս 11 առաջին համարը Արդավատքը ուսացված պայներուն հաստատությունը ու չերևծած պայներուն ապացույցն է։ Այո, շնորհակալ եմ։ Հավատքը ինչ է։ Հույս ունեցող բաներուն, բանի մվավոր գհուսաս Հավատքով գհուսաս, ադիգա գհաստատվի եւ աներևույթ բաները չես տեսնար եւ ադոնք կաբացուցվին։ Ճիշտ Աստված է։ Ինչ որ չես տեսնար ադիգա գհավատաս եւ կաբացուցվի։ Օրինակի համար։ Աս վերջին քանի մդայների ընթացքում մենք գիտենք Wi-Fi-ը ստված բանը։ Ինչ է Wi-Fi-ը։ Wi-Fi-ը բանն է որ բզդիկ հեռացանիդ մեջը կոջակ մնե գսխմես եւ առանց թելի Գրնաս ինտերնետին միանալ եւ գապ կունենաս եւ ոչ միայն ուր որ երթաս մարդիկ կսեն Wi-Fi-ը գրնաս ինձ կոդը դալ, թիվը դալ Wi-Fi-ին որ ես կրնամ քու ինտերնետից միանալ առանց թելի, թել չի դա, աներևույթ Ասիկա Աստված մեզի 6000 տարի առաջ արդեն աներևույթ աղոթքը տվավ որովհետեւ մենք Աստծո միանանք Wi-Fi ունենք Աստված սկիզբեն Wi-Fi-ը դրա մարդը վերջապես, գիտությունը վերջապես հասավ, ըստ ինձ վերջապես հասավ Աստծո օրածին։ Բայց ինքը ինչ է, անդեսանելի է, չես տեսնար Wi-Fi-ը, սակայն կգործե, ուժ ունի, որ քեզ կգաբե ամեն բանը ինչի պետք ունիս։ Wi-Fi-ով գնաս տուն ապրանք քնել, ուրիշին հետ խոսիլ, աշխարհի մյուս ծայրը տեսնալ, ամեն բան գնացնել եւ չերևնար։ Անկասկած այս հավատքը ասորպես ասկի ավելին է Աստծո հետ հարաբերության ժամանակ Հիմա հարցը հոս է որ ինչպիսին է իմ հավատքս այսօր Քիչ առաջ քարոզին մեջը լսեցինք երբևէ քո հավատքը սասանվել է Բադությունը երբ որ լսեցինք մարդուն հավատքը սասանվեցավ բայց մեր հավատքը կբադայի երբեմն նեղության մեջ կինաս մարդոց կնայիս Եվ քո հավատքը կխախտվի, կամ տեղեն կշարժի։ Փորձություն մգինաս, փորձառության մեջ կինաս եւ ստիպված կլաս կարծես թե չես գիտնար, որ ինչ ճամփայով առաջ պիտի երթաս։ Բայց հավատքը հուսացված բաներուն հաստատումն է եւ աներևույթ բաներուն ապացույցն է։ Օրինակի համար, երբ որ վարդ մը գտնես տունին մեջը, քովեն գաստից կտեսնաս, որ փույր մունի, ավոր հոտ մը գա Չես տեսնար, չես շոշափեր, բայց հոդը գսկաս։ Հավատքը այդպիսի բան է, ատկյալ ավելի։ Հավատքը Աստծո բարգևն է։ Եվ Աստված կսե ամեն մարդուն հավատ տված է, չափը։ Մարդ մգա քիչ է, մարդ մգա քիչ ավելի շատ է, բայց մեզի կսե որ չափ պետք է մանանեխի հադիգի չափ, եթե բզիկ հավատ մնալ ունենաս Այդ հավատքը կրնա աջիլ,
Եվ ադի է որ մենք հիմա հոս կուզենք անել Աստծո խոսքը գարտալ, սերդել, որովհետեւ մեր հավատքը ավելի աճի։ Երբ որ կասկած ունես, անհավատություն կա շուրջդ, ցուն ինչ կնասնել, որովհետեւ Հիսուսի պես հավատք ունենալ։ Ուրեմն երբեմն մարդիկ կսեն, որ եթե տեսնամ այսպես բամը, այնադեն կհավատամ։ Եթե տեսնամ որ Գարմիր ծովը ջեղկվեցավ, Գարմիր ծովը ջեղկվեցավ, սակայն իսրայելացիներ հավատք ունեցան, չէ, հազիվ անցան ծովը, այդ հսկայական ծովը անցան եւ մորցան, որ Աստված էր ադիգայի անողը, հորթը թրին, սկսան հորթը բաշտել, աս հորթն էր որ մեզի միջև հոսպերավսին։ Ուրեմն ամեն սերունդ նշան գուզե, մեր սերունդն էլ ադորբես է, մենք ալ նշան գուզեն, հոսալ նշան գուզենք։ Բայց Հիսուսին ինչ կսե։ Մարգոս 8-րդ գլուխ 11 եւ 12 համարները։ Փարիսեցիները ելելով սկսան անոր հետ վիճապանություն անել։ Եվ զանիգան փորձելով իրեն նշան մգուզեն եւ գիտեն։ Անիգա իր հոգին մեջ հրճալելով ըսա։ Ինչու այս ասկի նշանը գուզեն ճշմարիտ կսեմ ցեզի, որ այս ասկի նշանը պիտի չի գտնվի։ Աս ասկի նշան պիտի չի դրվի, չէ։ Չի դրվի։ Այո, պիտի չլա։ Հիսուս կսե որ շատ նշաններ կան, արդեն 4 կողմը, ամեն տեսակ նշան կա, որ Աստված կա, իրականություն է, որ մենք Աստծո պատկերով ստեղծված ենք, ավելի նշանը լալու պետք չի գա։ Ինչ որ գա, քու շորշը դայր կփավե։ Հիսուս ալ կներվի եւ ինչ կնեգա հառաչե, կներվի։ Հիսուսի սիրտը կներվի, երբ որ մենք նշան գուզենք, երբ որ չենք հավատալ իրեն։ Մենք մեզի հայլին մեջ դայինքն է արդեն կփավե որ հավատք ունենանք։ Ուրեմն ասասկին ասամ նշան բիտ չի դրվի։ Ուրիշ տեղ մնալ գսե որ ուրիշ նշան բիտ չի դրվի, միայն թե Հովնանի նշանը 3 օր, ինչպես կդին ցուգին փորին մեջ գեցավ, ադիալ ինք իրեն համար ասա որ 3 օր ինքը մեռած պիտալար։ Բոլորովին մեռած պիտալար եւ վերջը պիտի հարություն աներ։ Ուրեմն Արդյոք մենք կստիպենք Հիսուսի, որ ինքն նա դրտմի մեր հավատքի բագասին միջոցով։ Այս նշանները անհրաժեշտ չէին հрьяաներուն։ Ոչ մեկ արդակին աբասույթ չէր գնալ օգուտ տալ անոնց։ Անոնց պետք էր ոչ թե մտավոր լուսավորություն, այլ հոգևոր վերափոխում։ Այսինքն է։ Այսինքն ամեն բան կար, բայց իրեն սիրտը չէր փոխված։ Եթե սիրտը ուզեր, իրեն կտեսնային ամեն բան։ Մենք ալ հիմա գնալա գարիք ունենք հոգևոր վերածնունդի։ Անգերց, իրական, ռոբե առոբե քայլը լալու Աստծո հետ։ Կուզե մենք նշան չենք փնտրեր, քանի շատ գիտելիք կա մեր ցերքին տակը։ Ուրեմն փոխանակ այնպես անելու որ Հիսուս հոգիով դրտմի մեր հավատքի բագասության պատճառով հիշենք խոսքերը որ Թոմասին ասավ։ Ինչ ասավ Թոմասին։ Հիսուս ինչ ասավ Թոմասին։ Երանի, այո, Երանի անոնց այո։ Աստված մեզ գույր հավատ չի բանջեր, առած տեսնալ հավատ չի բանջեր, բայց արդեն Աստված տվել է անթիվ պատճառներ հավատալու։ Ուրեմն պետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը կհաստատի հավատքը, այլ ոչ թե այն բանի վրա, ինչը կգասկած կձնի մեր մեջը։ Ուրեմն երբ որ նեղության մեջ ես, նայիր, որ Աստված քեզ համար ինչ ըրած է ասկի առաջ, ադոր մասին մտածե ոչ թե որ Աստվածյանին ինչ եղավ։ Ուրեմն ես աստեղ գարտամ Մարգոս 4:49-ին մեջը Հիսուս կսե որ երբ որ փոթորիկ եղավ ճուրին վրան եւ ամենը բողալու սկսան, լալու սկսան, կգործվին կսան, Հիսուս ինչ ասավ իրենց, ինչու այդպես վախկոտ եք, ինչպես կլա որ հավատք չունեք, ուրեմն վախ եւ հավատքը իրար հետ կգնա, երբ որ գվախնաս հավատքդ կիշնա, ուրեմն պետք է Աստծո վրա վստահ լաս, որովհետեւ հավատքդ շատնա, ոչ թե հավատքդ իշնա։ Ուրեմն ատկե վերջը
Փյունիգիացի գին մգար, եկավ իր աղջիկը հիվանդ էր, աղջիկը նամա փրկություն կխնդրեց Հիսուսին, ասա որ քնա ասավ, ես եկած եմ որուն համար, Իսրայելի ժողովրդին համար, չեմ եկած փյունիգիացիներ, այսինքն օդարներուն համար, գինն ալսա որ շուները, քանի որ իրենք շունի դեր գտրվեն, շուները սա փշակներեն կգերագրվին, Հիսուս ինչ կսե այդ կնոջ համար, Ադի Մատթեոսին մեջն է։ Հավատքը կփրկե, այո, հավատքը կփրկե, ճիշտ բառերը գուզեմ գարտալ։ Դե Հիսուս կսե աղեք չէ, դողոց հացարը շուներուն դալ, գինասավ, այո, դեր վազի շուներ, իրենց տիրոջ սեղանեն ինգած փշակներով կգերագրվին, այնեն Հիսուսավ, ով գին, քու հավատքդ մեծ է։ Աչապ գինը հավատաց, որ իրավ Հիսուս կրնա անել։ Քու հավատքդ մեծ է, քու ուզածդ պես լա եւ նույն ժամանակ աղջիկը բժշկվեցավ։ Քանի որ հավատքը մեծ էր, Հիսուսի վրա հավատքը մեծ էր։ Գիտեր որ Հիսուս կրնա, մեկը չի գնա բժշկել իր աղջիկը, թեւը հանել, բայց Հիսուս կրնա եւ Հիսուս բժշկեց իրեն։ Գարտանք նաեւ Ղուկաս 7-րդ գլուխն է գարցե։ Այո, 6-ն 10 համարները։ Հիսուս կնաց անոնց հետ ու երբ դան մոտեցան հարյուրադիդը կանիմը բարեկամներ գրկեց ու ուսավ անոր դեր մի հոգնիր բացանցի ես արժանի չեմ որ դուն իմ հաջիկ դարձ մտես անոր համար ես ինձենքս արժանի չսեվեցի քեզի կալու հաբա խոսքով ասե եւ իմ ծարած բիլի բժշկվի Վասանցի ես իշխանության տակ տրված մարդման եմ, իմ հրամանից տակ զինվորներ ունիմ, ասոր գսեմ կնա ու կերտա, և մյուսին թե եկուր ու կա, ես ծարայիս ասպաները ու գնե։ Հիսուս ասպաները լսերով զարմացավ անոր վրա և իր ետևեն կացող ժողովուրդին դարձավ ու սավ, Ցեզի գսեմ թե Իսրայելի մեջ անգամ ես ասչապ հավատք չկտա։ Այո, ամեն։ Մարդը գսե որ ես նույնիսկ չէ բան չունեմ, որ դու իմ հարգիստակ կաս։ Միայն խոսիր, եւ մարդը փրկվեցավ։ Կհավատամ գսե դեր օգնե իմ անհավատությանս։ Ուրեմն Հիսուս կնկատե մարդկանց հավատքը կամ անոր բագասը։ Եվ հրաշքներ կգործե կամ այդ հավատքի շնորհիվ կամ այդ հավատքը ամրապնդելու նպատակով։ Հոգին մեջ ծնվող անհավատությունը մոգական ուժ ունի։ Անհավատությունը մեջը ուժ մգա։ Կասկածի այն սերմերը, որ անոնք ցանած են, իրենց փերքը գուտան, բայց անոնք պետք է շարունակապար արմադախիլ անել անհավատության յուրաքանչյուր արմատ։ Երբ այդ թունավոր փույսերը արմադախիլ գլա, կթաթրին աջիլ, խոսքով եւ գործով չսնվելու պատճառով։ Հոգին սիրտին հողին մեջ պետք է ցանե հավատքի եւ սիրո թանկարժեք փույսերը եւ անոնք քահավորե այնտեղ։ Ուրեմն, երբ որ միտքիդ մեջ անհավատություն կա, սկսիր Աստծո փառք տալ։ Աստծո փառք տալ, որ ով ինքը ինչ է, երբ որ Աստծո փառք կտաս, քու խոսքովդ եւ քու գործովդ անհավատությունը քու մեջ հետ կելնե։ Արմադախիլ գնես։ Անհավատությունը հբարտություն են ուտում։ Այո։ Հբարտությունը շատ քեշ կնե մարդուն։ Եթե մենք կասկած ունենք կսե Աստծո փնավորության կամ անոր խոսքին առումով, ինչպես պետք է անենք, որ կասկածները մեզ մե երթան։ Աստված չի անդեսել կամ չի շրջանցել մարդկային տրամաբանությունը, քանի ինքը մեզ ստեղծել է իր պատկերին եւ հրավիրե երկխոսության, միասին խոսելու, ինչպես երավ Աբրահամին, Մովսեսի եւ Հոբին հետ։ Աստված կոչ կնե, որ սորվին կործել իր մեծ ասահման տրամաբանության օրինաչափություններու մեջ։ Նույնիսկ եթե ի վերջո պետք է համագերվենք այն բան հետ, ինչը թերևս լիովին չենք հասկանալ։ Համագա որ լման չենք կրծած հասկանալ, ադոր համար Աստծո վրա պետք է մենք հույս տնենք, վստահենք, որ Աստված շիդայը գնե։ Երբ որ տրամաբանությունը չի աշխատիր, հավատքիդ վրա կնա, ասե որ օքեյ, ես Աստծո կվստահիմ, Աստված կրնա շիդա գանել։ Հավատքը նաև զգացողություն չէ, հավատքը որոշում է։
Մանանեխի հատիկի չափ ինչ-որ քիչ առաջ ասենք։ Հավատքը պետք է շատ կարևոր է լայվ հավարաչափ հզոր եւ ուժեղ, որովհետեւ քեր մարդկային կորձերն է։ Սակայն ինչպես մանանեխի հատիկը գտնա աճիլ եւ դառնալ մեծ ծառ, այնպես ալ մեր հավատքը պետք է աճի եւ անընդհատ շարժման մեջ լա։ Այսինքն սկիզբեն պետք չունես որ շատ մեծ հավատք ունենաս։ Բզդիկ հավատք ունենալ քեզի գտնա օգնել որ դու առաջ երթաս։ Մեկ հատ տեմը գաբիտ գարտամ եփեսացիներ։ Երկու ութը։ Բասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզ մեի հավա Աստծո բարգեւն է։ Եթե փրկված ես, ուրեմն հավատք ունեցել ես որ փրկվել ես։ Չեմ գնալ ասել ես հավատ չունիմ որովհետեւ Աստված ինձ հավատ չէ տված։ Հա Աստված ամեն հավատ տված է։ Ամեն մարդ հավատ ունի, քիչ կամ շատ։ Առաջին պետք է գիտնանք որ հավատքը նյութական երևույթ չէ։ Այն մարդու արձագանքն է, որին գտրտե Սուրբ Հոգին կողմեն։ Սուրբ Հոգին քեզ գտրտե եւ դու արձագանքես Աստծո գոչին։ Եվ Սուրբ Հոգին ողորմածապար քեզի կհրավիրե կգանչե, կցկե թեպի Աստված։ Մենք կփրկվենք հավատքով։ Որ արձագանք է Աստծո շնորհքին, ով դրված է մեզի Հիսուսի մահվան միջոցով։ Մենք փրկված ենք, որովհետև կհավատանք Աստծո անոր ողորմության շնորհիվ։ Այս է մեր հարաբերություններու հիմքը։ Հավատքը զգացողություն չունի, ինչպես ասացի, շատերը չեն գիրառել այս հավատքը, որ իրենց արտոնությունը, բարդագայությունն է, հաճախ սպասելով այն զգացողության, որ միայն հավատքը գնա բերել։ Զգացողությունը հավատ չէ։ Հավատքը մեզ կպատկանի գիրառելու համար, իսկ ուրախ զգացողություն եւ օրհնությունը Աստված կուտա։ Այսինքն երբեմն գխորես, որ պետք է զգաս, որ հավատք ունես։ Ոչ, ադիգա ուրախությունը գնալալ զգացողությունը, բայց հավատքը Աստծո խոսքին վրա հաստատ գիտնալն է։ Հավատքը կվերապերվի Աստծուն հավատալուն եւ անոր վստահելուն ոչ միայն լավ ժամանակներում մեջ, այլև խավարի մեջ, փոթորիկի ժամանակ, կամ նույնիսկ այն ժամանակ, երբ դու լիովին չես հասնել թե ինչ կլա քո կյանքիդ մեջը։ Ուրեմն եբրայեցիներեն եթե գրնակ տունը գարտացեք եբրայեցներուն 11-րդ գլուխը, բոլոր հավատքի հերոսներուն անունները կան, թե ամեն մարդ ինչ կործրավ, որ իրեն հավատքը ցույց տվավ։ Բայց քանի որ այսօր մենք աչափ շատ ժամանակ չունենք ամբողջ գլուխը գարտալու, քանի մը գլուխներ գարտանք։ Actually Եբրայեցիս 11:6-ը գարտանք նախ։ Բայց առանց հավատքի անհնար է Աստծո հաճելի լավացիան, որ Աստծո կմոտենա, պետք է որ հավատաց Աստված գա։ Եթե բարձրահավից կլանոց, որին կփրկեն։ Այո, ուրեմն պետք է հավատաս, որ Աստված կա, որ աղոթես։ Թե ոչ ինչու՞ մի դավիթ չես հավատար Աստված կա։ Մեգում այդ կխոսից կարող գիտես, որ դիմացդ մարդ կա, այսինքն չեմ գիտեն ինչ օրինակ տամ։ Ուրեմն երրորդ համարը ինչ կսե։ Ասում կամ մենք հավատքով մերան խոսունները ճարածաբահերյան Չէ, ներողություն։ 11-րդ գլուխ։ Չէ, 11 առաջին եւ երրորդ համարները գարտանք։ Առաջին համարը։ Առաջին համարը։ Հաջիս առաջին համարը են գարտան։ Ամեն վերջը միսները գարտան։ Արտավասկով ուսրացած բաները հաստատությունը ու չերացած կանոնաբացություն։ Եվ երրորդ համարը։ Հավատքով դիմանանք թե աշխարհ Աստծո խոսքով հաստատեցավ ու ներողույթ բաներն այս երթազները։ Այո, ուրեմն հավատքով մենք աշխարհը հավատքով մենք չի տեսանք որ ինչպես աշխարհը գոյություն ունեցավ։ Բայց աներևույթեն այո։ Մավեցիորդ համարը գարտանք։
Այս առանց հավատքի անհնար է Աստծո աջելի լավ վասնզան որ Աստծո կմոտենա պետք է որ հավատաց թե Աստված կա եթե բացահայտուց կլանում գործին Այո։ Առանց հավատքի հաջելի չես կնալալ Աստծո, վասի հավատքով որ Աստծո գմոտենաս, եւ պետք է հավատաս որ Աստված կա, նայ նորեն գշեշտե նույնը, եւ վարդահատույց կլա Աստված կփոխացե քեզի ինչ որ պետք է, երբ որ իրեն կփնտրես, ու վերջը կսկսի ասել Նոյին մասին, Աբրահամին մասին, Իսահակին, Հակոբին մասին, Սարային մասին, Երևի ամեն հավատքի հերոսները, որ ինչ դժվարության մեջ անցան, եւ հավատքով ինչպես կրցան հաղթահարել այդ դժվարությունները։ Մյուսները կարդաս հաջից 13-16-ը։ Ասոն գամեկ տալ հավատքով մերան խոսնուկները չարած, ապա երույեն դեսան զաման ու ողջունեցին և խոստովանեցան, թե իրենք օդարներ ու բատողներ են երկրի վրա։ Այզանում, որ այսպեսի բաներ խոսին հայտնի գնեն, թե կաբար մգա, որ գտնվեն։ 16 Բայց հիմա լավոքույն կավարի մգը պապատինք, այսինքն ետնավորին, ուստի համար չի սեբեր աստված, անոնց աստված խոշվին, վասնջի ինք անոնց կաղաք մը պատրաստեց։ Այո, Աստված մեզի համար քաղաք պատրաստել է։ 25 Անց ավելի արեք սեբեց ասո ժողովրդին էր ճարճարվիլ կան թե մեղքին, ժամանակավոր զվարժությունը վայել է։ Ասի Մովսեսին համար գսե, որ Մովսեսը փարավոնին զավագն էր, փարավոն բիդյալար, բայց ավելի լավ սեբեց ասո ժողովրդը ճարճարվիլ, հրյաներուն հետ ճարճարվիլ, այդ 40 տարին անաբադին մեջը քալել, քան թե ժամանակավոր զվարժությունները գսե վայելել, այսինքն թագավորական զվարճությունը ժամանակավոր բան էր իրեն համար։ 33-39 Որոնք հավատքով թագավորություններով հաղթեցին, արտադրություն գործեցին, խոստումներով հասան, արիզներով տեղաններ կոծեցին, գրագի զորովին մարեցին, շուրիպերնե ազատեցան, դժարութենը ուժողցան, բերազում մեծ զորավոր եղան, օդարներով համագներ ծրվեցին, իրենց մերելները ընդունեցին հարություն արած, ոմանք չարչարվեցան և չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնին։ Ուրիշները նախադինքներու, ձեզերու, նաև գաբերու, բանդերու փորձը արին, կարգոզվեցան, սողոցվեցան, փորձանքի մեջ ինքան, սպաննվելով նրան, ոչկարի մոտերով, ու այզի մոտերով, ուդեսան, կարողություն կաշելով, նեղը ինալով, ճարճարվելով, ունոց արժանի չեր աշխարհս, անաբատներու, լեռներու և այրերու և երկի խորոշներու մեջ մոլորելով, և ասոն կավարկով վագաված խոստումը չարին։ Հանձի աստված, մեզի համար ավելի այդ բան նախապատրաստեց, որպեսզի անոնք առանց մեզի Չգադարվին, այո։ Ուրեմն հոսքը տեսնանք, որ ինչ նեղությունների անցան ժողովուրդը, բայց հավատքին մեջ կեցան, հավատքը չդարացավ։ Ինչպես որ ասենք, փոքրիկ հավատքը մանանեխի չափ հզոր է, այն ամենն է, ինչ պետք է Աստծո հետ հարաբերություն զարգացնելու համար։ Բզդիկ հավատքով հարաբերությունը աճի Աստծո հետ։ Հավատքը գուկա Աստծո խոսքը լսել են, Աստվածաշունչեն, Հռոմեացի մեջ գսե։ Ամեն օր Աստվածաշունչ պետք է գարտաս եւ աղոթես, ամեն օր։ Խնդրեն ասում է, որ ավելացնի քո հավատքդ։ Ինչպես այն հայրը, որ թիվահար որդուն համար եկավ, ասավ հավատամ Տեր օգնիր իմ անհավատությանս, խնդրի ասում է Տեր աս նեղության մեջ նազա իմ հավատքը զորացուր։ Արցականքի Սուրբ Հոգին եւ խնդրե որ ավելի լցվի քո կյանքիդ մեջը։ Հիսուսը որ ցեզի պիտի գրգեմ Սուրբ Հոգին, ուրեմն խնդրե եւ պիտի ունենաս։ Եվ մարզեր քո հավատքդ։ Հիշի որ հավատքդ ըսկացում չէ, այլ հավատալու որոշում է։ Հիշի որ նույնիսկ խավարին մեջ երբ չես տեսնել Աստված, Աստված հոն է։ Եվ որպես աստղական շնորհական աղոթք Աստծո հավատարմության համար երկեր կան, կրնաս երկեր, օրինակը մեծ է քո հավատարմություն երկը կա, վերջը կրնանք ասոր մասին երկել։ Հիմա գուքանք նաև ու գիտնալու համար ամենեն մեծ հավատքը որ գար Հիսուսի հավատքն է եւ ինչ է Հիսուսի հավատքը։ Կարդանք Հայտնություն 14-12։ Ինչ կնշանակի Հիսուսի հավատքը։ Որոնք Աստծո պատվիրանքները Հիսուսին հավատքը կվահեն։ Այո, ուրեմն
Սուրբերուն համբերությունը Սուրբերուն մենք մեզի Աստված սուրբ կսե, սուրբեր այսքան իրեն համար մեկ կողմ դրված ժողովուրդ, ընդրված ժողովուրդ, սուրբերուն համբերությունը, որ ունին հավատքը, Հիսուսի հավատքը ունին եւ պատվիրանքները կբահեն։ Երկու տեսակ բնավորություններ ունին։ Եվ հավատք ունին Հիսուսի պես եւ Աստծո խոսքը պատվիրանքները կբահեն։ Քիչ առաջ երբ որ թվարկեցինք բոլոր հավատացյալները, անոնք որ հավատք ունեին, աստվածաբաշ մարդիկ էին, ոչ մեկը այնչափ հավատ չէ, որչափ որ Հիսուսը ուներ։ Եթե գարտանք Մատթեոս 26 Սիքեցեմայի մեջի աղոթքն է Հիսուսի 36-ին 42 համարներն են։ Այն ադեն Հիսուսը անց է տեղը կնած որ անունը Քեցեմանի էր ուսավ աշակերտուն հոս նստեցեք մինչև որ ես երթամ հոն աղոթ կնեմ։ Եվ իրեն Արնո Պետրոս եւ Զեբեդեոս երկու որդների սկսավ դրտմիլը վշտանալ։ Այն ադեն ասավ իմ անցս մեռնելու չափ դրդում է հոս կեցեք եւ ինձ հետ արթուն մնացեք ու քիչ մը արչավ երթալով երեսի վրա անգավ աղոթ գրավ։ Ինչ աղոթեց Հիսուս վերջին օրեր վարյաններուն ով հայրիմ եթե կարելի է թող այս խավատը ինձ մի անցնի բայց ոչ թե ինչպես ես կուզեմ հաբա ինչպես դու կուզես ասեր Հիսուսի հավատքը եկավ աշակերտները քնացած տեսավ ասավ մեկ ժամա չգրծակ ինձ հետ կենա դարձյալ երկրորդ անգամ քնած ասավ ով հայրիմ եթե անգարելի է որ այս խավատը ինձ մի անցնի առանց անգե խմելու թող քո գամքը դալա այսինքն Հիսուսը շատ մեծ դժվարության նեղության մեջ ինգավ եւ անցավ մեջ են բայց ուզեց որ Աստծո գամքը լա գրնար մեջ են փախիլ բայց ասավ չեր ուզել որ դժվար է խմել այդ խավատը խաչի վրա բիդելես մերկ ցավցնեն ձեզեն չարտեն մերցնեն քեզի դժվար էր թյուրին չէր բայց հավատք ուներ որ հայրը գիտե հայրը լավակույնը գիտե եւ հորը վրա վստահելով այդ նեղության մեջ են այդ մահվան շուկի մեջ են անցավ Այսինքն, երբ որ մենք կսենք Հիսուսի հավատք ունենք, նշանակի որ եռանդուն եւ գենթանի ամենօրյա փորձառություն ունենք Հիսուսի հետ։ Ամեն օր։ Կնշանակի իմանալ կորձել այն փաստի հիման վրա, թե Հիսուսը չդարձնենք մեր առօրյա կյանքի կենտրոնը, չենք կրնալ փրկարար հարաբերությունել Աստծո հետ։ Հիսուս մեր կյանքին կենտրոնը բիդալա։ Ոչ թե միայն Հիսուսի մասին գիտնանք։ Հիսուսի հավատք ունենալ նշանակի Հիսուս մեզ մեջ կփնակվի Հետևաբար անոր հավատքը մեր սրտերուն մեջն է, քանի որ Հիսուսը մեր հավատքին իրական հիմքն է։ Երբեմն մեր հավատքը նա թույլ եւ դգարը լալ, բայց Հիսուս արժանի է, եւ մենք կրնանք Հիսուս արժանի է, որ մենք ամեն ցեով իրեն ճաշտենք։ Մենք կրնանք ունենալ անոր հավատքը, որը գարդացոլվի մեր սեփական փորձառության մեջ, թե մեզ կվերակրե բոլոր հավատացիոն դրված անոր շնորհքի բարգեւի միջոցով։ Հարցումը հոս է, որ չափով կցանկաս ունենալ Հիսուսի հավատքը։ Որ չափ կուզես Հիսուսի հավատք ունենալ։ Խոնարհաբար, քիչ առաջ ասեցավ, երբ որ չես ուզեր հավատք ունենալ, կարող է հբարդես։ Խոնարհաբար, խնդրենք Աստծո որ բարգեւի այն մեզ, եւ որպես աստանական աղոթ կործածենք Եբրայեցիներ 11:6 ասելով. Տեր առանց հավատքի անհնար է Աստծո հաճելի ալալ։ Ես կուքամ քեզի եւ կհավատամ որ դու գաս Եվ կբարգեւադրես անոնց, ովքեր չանաս սիրապար կփնտրեն քեզի։ Եվ ճիշտ հիմա ես ադի գնեմ։ Չանաս սիրապար ես Աստծո երեսը կփնտրեմ, որովհետեւ անիկա իմ կյանքից մեջ իրականություն լա։ Վերջավորության համար պիտի գարտամ, մենք կարդացոլենք, մենք կարդարացվենք, ներում կստանանք այսինքն եւ կհաշտվենք Աստծո հետ հավատքով։ Այնուհետեւ մենք նաեւ կսրբակորձվենք։ Մեզի ուժ կդրվի Քրիստոսի բեսը լալու հավատքով։ Երբ մեր կյանքը գրավիրենք Հիսուսի միևնույն ժամանակ կդառնանք Աստծո զավակներ հավատքով։ Մենք կապրիկ Աստծո որդի հանդեպ հավատքով։ Աստծո ամենը գրված են։ Արտաքինեն ոչ մեկ բան այնքան անզոր չէ, իսկ իրականության մեջ այնքան անբարդելի, որքան անհոգին, որ գսկա իր չնչությունը եւ ամբողջովին կհենվի փրկիչին արժանինքներուն վրա։ Աղոթքով, Աստծո խոսքին ուսումնասիրությամբ Աստծո հետ մշտական ներկայության հանդեպ հավատքով մարդկային թույլ էակները
կնան ապրիլ կենթանի Քրիստոսի հետ շփման մեջ եւ անոնք եւ Քրիստոս անոնց կբահե իր հզոր ցերկով եւ երբեք փաթ չի թողներ։ Աստված մեզ երբեք չի ցկեր։ Անոնց հավատքը Էլոհայտին աբակինման ծառայության են գրված էր։ Անոնց հավատքը պետք է զորացվի երանդուն աղոթքով ձոմաբահությամբ, նաեւ սիրտի խոնարհությամբ։ Անոնք պետք է թադարգվի սեփական եսեն եւ լցվին Աստծո հոգով եւ զորությամբ։ Միայն երանդուն ու համար աղոթքը, այսինքն այն հավատքը, որ գտանի լիագադար գախվածություն Աստուծմե եւ ամբողջական նվիրվածություն անոր կորձին, գնա մարդկանց օգնություն բերել Սուրբ Հոգին իշխանություններու, զորություններու, այս աշխարհի խավարի դիրագալներու, չար ոգիներու դեմ մղվող պայքարին մեջ, որոնք բարձր դեղերուն մեջ են։ Էլեվայտ թարերու փափակը 431։ Մենք փառավոր ենք Տեր Աստված, որ մեզի առիթ կուտա իր խոսքը ունենք մեր ցերքին մեջ, առիթ կուտա որ սերտողություններ ունենք, որ ավելի խորը գայնանք սորվիլ, հասկանալ, ըմբռնել եւ յուրացնել մեր կյանքին մեջ, որովհետեւ կարողանանք հավատքով կյանք ունենալ։ Տեր օրհնե իր խոսքին ընթերցանությունը, իր խոսքին սերտողությունը, մինչև հաջորդ անգամ։